Հայաստանը իջեցրել է նաև ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նշաձողը։ Ինչպես Հայաստանի քաղաքական վերնախավը Արցախի հանրապետություն ձևակերպումը փոխարինեց Լեռնային Ղարաբաղով, այնպես էլ այսօր հայոց ցեղասպանությունը փոխարինում է Մեծ Եղեռն ձևակերպմամբ։ Իրենք ինչ արեցին, նրանք քաղաքական եզրույթը փոխարինեցին փաստացի աշխարհագրական անվանումով։ Սա լուրջ քաղաքական նահանջ էր, եւ հետագա գործընթացները եւս ցույց տվեցին, որ սա պատահականություն չէր եւ իշխանությունները հստակ նպատակադրում ունեին ազատվել Արցախից։ Ստացվում է հիմա էլ ցեղասպանության հարցից է ուզում ազատվել Հայաստանի իշխանությունը, հրաժարվել պահանջատիրությունից, որ խոչընդոտ չլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգում։ Մինչդեռ Թուրքիան ոչ միայն զիջումների չի գնում, այլև ավելի է կոշտացնում ժխտողականությունը։ Երեկ այդ երկրի արտգործնախարարությունը կտրականապես ժխտել էր 1915 թվականի իրադարձությունների մասին հայտարարությունները, պնդելով, թե դրանք արվում են խախտելով պատմական փաստերը եւ միջազգային իրավունքը։ Պատկերացնեք, որ հանկարծ Իսրայելի վարչապետներից մեկը կամ բարձրաստիճան որևէ պաշտոնյա ասի մի հատ հələ փորձենք հասկանանք, ինչի գերմանացիները մեզ ողջակիզեցին։ Տեղում կբզկտեն։ Իսկ Փաշինյանը ասում է, դե մի հատ փորձենք հասկանանք, մի հատ տեսնենք, մի հատ գնահատենք։ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը երկրորդ պլան մղելու Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը արդեն վատ պտուղներ է տվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլ 24-յան ուղերձում հետքայլ է արել ցեղասպանություն բառի փոխարեն Մեծ Եղեռն տերմինին վերադառնալով։ Նրան նախորդած Ջո Բայդենը ցեղասպանություն էր որակել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը։ Եթե մենք հրաժարվում ենք նրանից, որ պայքարում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար, ինձ թվում է նաև մարդկային առումով երևի եթե քաղաքականը մի կողմ թողնենք, ինչու պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը օգտագործի այդ եզրույթը։ Ամոթալի նահանջ է որակել Ամերիկայի Հայդատի հանձնախումբը Դոնալդ Թրամփի ապրիլ 24-յան ուղերձում օգտագործված Մեծ Եղեռն ձևակերպումը։ Ամերիկայի Հայդատի հանձնախումբը կարծում է, որ Թրամփը թուրքական ճնշման տակ է։ Թուրքական ազդեցությունը Թրամփի ուղերձի վրա չեն բացառում քաղաքագետները, բայց նաև բնական են համարում։ Թուրքիային հաջողվել է լինել կարևոր գործընկեր եւ Միացյալ Նահանգների, եւ Ռուսաստանի, եւ Եվրամիության համար։ Իհարկե մեծ կասկածներ կան, թե ինչքան Թուրքիան կկարողանա այս մի քանի աթոռների վրա նստել, բայց արձանագրենք հետեւյալը, որ Թուրքիան իսկապես կարողացել է այդ հարցը լուծել։ Հետևաբար պարզ է, որ Տրամփի այս ռևերանսը Թուրքիային, այսինքն որ իրենք չեն օգտագործում ցեղասպանության եզրույթը։ Ցեղասպանություն բառն օգտագործած Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը կարճ ժամանակ անց փոխել է միտքը ու խմբագրել Facebook-յան էջում տեղադրած գրառումը 1915-ից 23 թվականների ջարդերով փոխարինելով ցեղասպանություն բառը։ Մենք այդ հարցը բազմաթիվ անգամ քննարկել ենք նաև եվրոպացի մեր գործընկերների հետ։ Ասում ենք, գիտեք, եթե Թուրքիան ներողություն Եվրոպան խրախուսում է Թուրքիային դառնալ տարածաշրջանային առաջատար, մասնավորապես խոսքը գնում է Դոևոկլարի հայտարարության մասին, որ Թուրքիան պետք է ցեմենտի իր առաջնորդի դերը հարավային Կովկասում։ Այդ դեպքում մենք խնդիրներ ենք ունենում։ Եվրամիության գրառումը խմբագրելուն կոշտ էր արձագանքել Մոսկվան։ Մարիա Զախարովան անհավատալի ցինիզմ ու գարշանք էր անվանել Եվրամիության հետ քայլը։ Պաշտոնական Մոսկվան հայտնել էր, որ Ռուսաստանում եղբայրական ժողովրդի վիշտը միշտ ընկալել են որպես սեփական ու սգում են հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։